2026 թվականի ապրիլի սկիզբը ցնցող լուրեր կբերի այս 3 կենդանակերպի նշանների համար։ 2026 թվականի ապրիլի սկիզբը գալիս է այնպիսի էներգիայով, որ սովորական օրերը դառնում են ամեն ինչ, բացի սովորականից։ Որոշ նշանների համար այս ժամանակահատվածը հանգիստ չի անցնի։ Այն կբերի հանկարծակի բացահայտումներ, անսպասելի զրույցներ, սրտաճմլիկ հաղորդագրություններ և ճշմարտություններ, որոնք այլևս չեն կարող թաքցվել։ Մի պահ կյանքը կարող է շարունակվել իր սովորական հունով։ Հաջորդ պահին ամեն ինչ կարող է փոխվել մեկ հեռախոսազանգով, մեկ խոստովանությամբ, մեկ որոշմամբ կամ մեկ նորությամբ, որն ամբողջությամբ փոխում է հուզական լանդշաֆտը։ Աստղագուշակությունը հաճախ ցույց է տալիս, որ ամսվա սկիզբը որոշում է հաջորդող ամեն ինչի տոնը, և 2026 թվականի ապրիլին այս մուտքը կլինի լարված և կենսունակ։ Տիեզերական մթնոլորտը հուշում է շարժման, բացահայտման և կարևոր հուզական խաչմերուկների մասին։ Այն, ինչ թաքցվել է կուլիսներում, վերջապես լույս է սփռում։ Ոմանց համար նման ցնցող լուրերը ուրախալի կլինեն։ Կարծես վերջապես երկար սպասված առաջընթաց է տեղի ունեցել։ Մյուսների համար սկզբում դա կթվա մտահոգիչ, հատկապես եթե դա նրանց ստիպի բախվել այն բանի հետ, որին լիովին պատրաստ չէին։ Սակայն նույնիսկ ամենաանսպասելի շրջադարձերը սովորաբար ավելի խոր իմաստ են կրում։ Ոչ բոլոր ցնցումները վատ են։ Երբեմն հենց այն լուրն է, որը ձեզ ոտքի է գցում, որը ձեզ ազատում է։ Երբեմն այն, ինչը սկզբում թվում է ծանոթ կարգի խախտում, իրականում դառնում է բուժման, պարզության կամ խիստ անհրաժեշտ շրջադարձի սկիզբ։ 2026 թվականի ապրիլի սկզբին 3 կենդանակերպի նշաններ հատկապես հավանական է, որ հանդիպեն նորությունների, որոնք կխախտեն նրանց սպասումները և կուղղորդեն դեպի նոր հուզական գլուխ։ Անակնկալը իրական կլինի, բայց նույնը կլինի նաև ներս թաքնված հնարավորությունը։ Կշեռքը։ Կշեռքը առաջին նշանն է, որին պետք է ուշադրություն դարձնել, քանի որ ապրիլի 1-ի լիալուսինը տեղի է ունենում կշեռքում, ինչը ամսվա սկիզբը դարձնում է հատկապես անձնական նրանց համար։ Երբ լիալուսինը լուսավորում է ձեր սեփական նշանը, կյանքը դրսից դիտարկելն այլևս տարբերակ չէ։ Ամեն ինչ դառնում է ավելի մոտ, ավելի սուր, ավելի բացահայտող։ Լույսը ուղղված է ձեր մարմնին, ձեր անձնականությանը, ձեր կարիքներին և այն դերերին, որոնք դուք խաղացել եք ուրիշների համար։ Կշեռքների համար ապրիլի սկզբին ցնցող լուրերը կարող են գալ զուգընկերոջ, նախկին զուգընկերոջ, գործընկերոջ, ընկերոջ կամ ընտանիքի անդամի միջոցով։ Բայց նույնիսկ եթե ուղերձը դրսից է գալիս, իրական պատմությունը կբացահայտվի ներսում։ Այս լիալուսինը հարցնում է, թե արդյոք դուք պահպանել եք իրական աշխարհը, թե պարզապես պահպանել եք գեղեցիկ ճակատ։ Տարբերություն կա երկուսի միջև, և ապրիլի սկիզբը կարծես ցավալիորեն պարզաբանի դա։ Խեցգետն։ Խեցգետն հատկապես տուժում է ապրիլի սկզբին, քանի որ Յուպիտերը անցնում է խեցգետնի միջով և եռանկյուն է կազմում Մերկուրիի հետ ապրիլի 3-ին, իսկ արևը քառակուսում է մտնում Յուպիտերի հետ ապրիլի 5-ին։ Սա նշանը դնում է ամսվա ամենակարևոր հաղորդակցման ձևերից մեկի կենտրոնում։ Խեցգետնի համար ցնցող լուրերը հավանաբար շատ անձնական կընդունեն, նույնիսկ եթե նրանք սկզբում վերաբերում են ընտանիքին, տանը, կարիերայի ուղղությանը և հուզական անվտանգությանը, այլ ոչ թե միայն սիրավեպին։ Ապրիլի առաջին շաբաթը ասվածը, սովորածը կամ վերջապես հասկացվածը կարող է փոխել ձեր ապագայի նկատմամբ հայացքները։ Քանի որ ամսվա սկզբին լիալուսինը ընդգծում է անձնական կյանքի և արտաքին սպասումների միջև հավասարակշռություն, շատ խեցգետներ կարող են զգալ, որ քաշվում են տարբեր ուղղություններով, աշխարհի պահանջների և նրանց սրտի կարողության միջև։ Նորությունները կարող են վերաբերել իրենց տանը, ընտանիքի անդամին, աշխատանքին կամ երկարատև հուզական պարտավորությանը։ Ոմանց համար բացահայտումը կլինի այն, որ նրանք այլևս չեն կարող իրենք նսեմացնել պահպանելու համար այն կառույցը, որից վաղուց դուրս են եկել։ Մյուսների համար դա կլինի երկար սպասված կանաչ լույս, հաստատում, աջակցություն, ընդունելություն կամ խիստ անհրաժեշտ շրջադարձ։ Ծուլը։ Ծուլը ապրիլի սկզբին ամենաակտիվ նշաններից է, քանի որ Վեներան անցնում է ծուլից և քառակուսում է մտնում Պլուտոնի հետ ապրիլի 3-ին, իսկ Մարսը ձկներում սեքստիլ է կազմում Ուրանի հետ ծուլի մեջ ապրիլի 8-ին։ Սա բարձրալիչած էներգիա է ինքնագնահատականի, հարաբերությունների, փողի, ցանկությունների, սոցիալական շրջանակների և երկարատեղ առաջնահերթությունների թեմաներում։
Ծուլի համար ցնցող լուրերը կարող են կարևոր լինել ոչ միայն իրենք ինքներն, նույնպես կարևոր կլինի այն, ինչ այս իրադարձությունը կբացահայտի ձեր իրական ցանկությունների եւ այն մասին, թե դուք այլևս չեք պատրաստ հանդուրժել այն բանը։ Վեներան ծուլի մեջ սովորաբար նպաստում է կայունության, գեղեցկության, հաճույքին, հետևողականության եւ հստակ արժեքի։ Սակայն Պլուտոնի ներկայությունը փոխում է ջերմաստիճանը։ Թաքնված ուժի խաղերը հանգարցակի ակնհայտ են դառնում։ Հարաբերությունները կարող են կտրուկ խորանալ։ Ֆինանսական հարցերը կարող են պահանջել ազնվություն։ Խոստումները պետք է ապացուցվեն գործողություններով։ Այնինչ նախկինում հուսալի էր թվում, կարող է սկսել բացահայտել ավելի բարդ ներքին երանգ։ Ավելի լուսավոր սցենարում ծուլը ստանում է ուժեղ ուշադրություն, աջակցություն կամ հաստատում։ Ավելի դժվար սցենարում ի հայտ եկած ճշմարտությունը պահանջում է ընտրություն, շարունակել նախկինի պես, թե զարգանալ։ Ամփոփում եւ եզրափակիչ խոսքեր։ 2026 թվականի ապրիլի սկիզբը բերում է աստղագուշակություն, որտեղ կյանքը հանկարծակի ավելի բարձր է արձագանքում։ Ամիսը սկսվում է լիալուսնով կշերքում, ապա շատ արագ շերտավորվում են հուզականորեն բացահայտող բացահայտումներ, դավադրություններ, հարաբերություններում բարձրացված դինամիկա, չափազանց ռեակցիաներ եւ հանկարծակի առաջ շարժում։ Կշերքի համար ցնցումը անձնական է եւ կապված հարաբերությունների հետ, ինչը ստիպում է նրանց դեմարդեմ կանգնել ինքնահարգանքի եւ հուզական ազնվության ճշմարտության հետ։ Խեցգետնի համար լուրը վերաբերում է տանը, վստահությանը եւ ապագա ուղղությանը, պահանջով նաեւ նահանջ, այլև ներքին կաջություն։ Ծուլի համար անակնկալը բացահայտում է, թե ինչն է իսկապես արժեքավոր եւ ինչը այլևս չի կարող պահվել պարզապես այն պատճառով, որ դա հարմարում է։ Այստեղ խորերն ուղերձը այն է, որ ցնցող լուրը միշտ պատիժ չէ, երբեմն դա արթնացում է, երբեմն դա շփոթության ավարտ է, երբեմն տիեզերքը շատ դրամատիկ ձևով է ասում, ահա, դա է, հիմա ընտրեր։ Եվ չնայած նա հազվադեպ է զգում այս պահին մեղմ, հաճախ դա այն ձևն է, թե ինչպես է բացվում հաջորդ գլուխը։ Այս 3 կենդանակերպի նշանների համար ապրիլի սկիզբը չի պահանջում քնկոտություն, նա պահանջում է ազնվություն, ներկայություն եւ պատրաստակամություն թողնելու, թե ճշմարտությունը անի այն, ինչը ամենալավն է անում, մաքրել օդը, նույնիսկ եթե գալիս է որոնդով,